Բա ինչի մասին է խոսքին, Գեր Պետրոսյան ջան, ձեզի համար ամեն ինչի պատրաստ ենք։ Լավ, երեխեք ջան, մյուս ժամն եմ ձեզ մոտ կխոսենք։ Ազատիկ։ Ընկեր Պետրոսյան, մենք գիտենք, որ ձեր հայրը պատառող չէ։ Կարող ենք ինչ-որ բանով ապրել։ Չէ, նորմալ է ամեն ինչ Լևոն ջան, շնորհակալություն։ Բայց մտահոգ եք, ընկեր Պետրոսյան։ Հա, Սեդայի մասին եմ մտածում։ Շեգոյանի հետ խոսեցի, ոչ մի ձևով չի ուզում ընդառաջի։ Սոֆա, մի հատ ինձ մոտ արի, Սոֆա։ Լսում եմ տիկին Շեգոյան։ Այդայի դասարանի այն նոր աշակերտուհու հայրը երբ գա, կասես, որ ես ուզում եմ իրեն հետ խոսել։ Բայց ես ինչ իմանամ, թե այդ մարդը երբ է գալիս։ Պարզիր, թե քեզ թվում է, որ քո աշխատանքի մեջ մտնում է միայն սուրճ խմելը եւ բամբասելը։ Մի վիրավորեք տիկին Շեգոյան։ Սոֆա, երբ ես քեզ վիրավորում եմ, դու ժպտում ես։ Իսկ երբ ճշմարտությունն եմ ասում երեսիդ, կոմպլեքսավորվում ես։ Ինչևէ, Այդայից պարզիր, թե հայրը երբ է գալիս երեխայի հետևից։ Հիմա կարող ես գնալ։ Ու իմացիր, որ ես հենց այսօր պետք է տեսնեմ այդ մարդուն։ Եղավ տիկին Շեգոյան։ Եթե քեզ թվում է, որ որջդ այստեղ դնելով կշահես, չարը չար սխալվում ես։ Լևոն, ինչ է եղել։ Դու ես վերջ ես ընդհանրապես քեզ նման չես։ Այսինքն նման չեմ։ Անդադ առանձնանում ես, քեզ հեռու ես պահում բոլորից։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Ոչինչ բան չի կատարվում, Միլ։ Ուղղակի հիմա շատ ու շատ հարցեր կան։ Իսկ եթե միասին մտածենք այդ հարցերի մասին։ Ես չեմ ուզում իմ խնդիրներով քեզ ծանրաբեռնել։ Չեմ հասկանում, Լևոն, քեզ։ Քեզ հեռու պահելով հարցեր ես լուծում։ Ես ինձ հեռու չեմ պահում։ Պահում ես։ Ու ես չեմ ուզում նորից նույն բանը ասել, թե չէ անդադ կրկնվում եմ։ Այնպիսի տպավորություն է, որ ես քո հետևից եմ անդադ ընկնում։ Հիշի առաջ ու հիմա։ Եթե ինչ-որ խնդիր կա, եթե քո զգացմունքները փոխվել են, ավելի լավ է այդպես ասես։ Ինչ է եղել։ Կնայես Արջան։ Լեով, ինչ է եղել։ Լեով։ Ինչ է եղել, ասում եմ։ Ամեն անգամ նայում եմ Միլենային ու մեղքի զգացումը տանջում է ինձ։ Չեմ հասկանում քեզ։ Ինքը իմ համար ամեն ինչ թողեց։ Իսկ ես հիմա ինչ եմ անում։ Ամեն անգամ նայում եմ Միլենային ու մտածում եմ, որ ես շատ վատ բան եմ անում։ Եթե ինձ մի բան եղավ։ Լևոն, ես վերջին բոյն է։ Վերջացնում ես ու վերջ։ Հաստատ Արջան։ Ես ինչքան ժամանակա փորձում եմ Միլենայի հանդեպ մի բան անեմ, որ մի քիչ հարաբերությունները սառի։ Որ գոնե մի բան լինի չտարապի։ Ավելի Լևոն։ Չես պատկերացին, թե ինչ մեղավոր եմ ինձ զգում։ Լավ Լևոն, արի վատ բաների մասին չմտածենք։ Արի մտածենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու այսօր դու այդ ամեն ինչին վերջ ես դնում։ Հաստատ Արջան։ Հաստատ։ Դե ուրեմն հետո դու Միլենային ամեն ինչ կբացատրես, լավ։ Լավ։ Իսկ հիմա ուզում եմ գնամ տուն։ Գնամ մի քիչ պարկեմ հանգստանամ, որ կարողանամ կռվել։ Այ լավ։ Արի։
Բարև։ Փաստորեն Մարկը դու ես։ Ես եմ։ Շատ հաճելի է Մարկ։ Արտյոմը քո մասին պատմել է ինձ։ Ինձ էլ քո մասին է պատմել։ Ու շատ է բողոքել։ Չէ, հակառակը։ Ինքը ասաց, որ իրան օգնել ես, հիմա էլ ուզում է, որ ինձ օգնես։ Մենակ թե ես մանկատուն չգնամ։ Բայց դու չես եղել, չէ՞ այնտեղ։ Չէ, այդ ինչ կապ ունի։ Դե ես ուզում եմ քեզ մի առաջարկ անել։ Ինչ առաջարկ։ Դե միասին կգնանք մանկատուն։ Դու այնտեղ ամեն ինչ քո աչքերով կտեսնես։ Կծանոթանաս երեխաների հետ, միգուցե եւ ընկերանաս։ Իսկ հետո նոր կորոշես։ Ուզում ես այնտեղ մնալ, թե ոչ։ Լավ, այդ ուրիշ բան։ Մարկ, դու ինձ սկսել ես չլսել։ Իսկ ես արդեն ջղայնանում եմ։ Դե լավ, Արտյոմ, այրախոն մի նեղիր։ Բարյոր ձեզ։ Բարև։ Մանվեր ջան, մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Քեզ ինչ է տվում, ես օդի մեջ եմ խոսում։ Դե չէ։ Ուրեմն ավելորդ հարցեր մի տուր։ Հարի աղբերես, դու լավ կանես փոխվես այսօր մեր մանվելը, քեֆ չունի։ Ինչի է ինձ թվում, որ դու չես ուզում այդ բանն անես։ Չէ, մանգուստ այսօր պետք է կրվի, հիշի խոսքս։ Օֆ։ Մանգուստն իրա ձեռքերով իրա գլխին սարկեց։ Մանգուստ չէ։ Ինչ եք ստեղ։ Որ դու մենակ չգնաս լավ։ Սկսվեց էլի։ Լևոն, ես ու Սրոն խոսել ենք ու որոշել ենք գալու ենք քո հետ։ Տեղեք ես անգամ էլ փակվի։ Կարող է ձեզ էլի ներս չթողեն։ Չթողեն, մենք էլ դուսը կսպասենք։ Ճիշտ է ասում Սրոն։ Ինչ ուզում ա լինի, մենք քո հետ ենք։ Ինչ ուզում եք արեք։ Մանգուստի գալու ժամն է արդեն։ Բա ո՞նց ես խմացնելու դրան այդ։ Ու ջերի մեջ կլրացնեմ։ Մեկը այնի ամեն բոյի ծառը ջուր է խմում։ Դե նենց ես անում, ոչ ոք չտեսնի։ Հա դե բա ո՞նց։ Աղբերես, եկեք։ Սեկել եք բոյն այեք։ Եթե իհարկե դեմ չես։
Ես դեմ չեմ։ Ոյ կողա պատվիրողը դեմ լինի։ Իսկ ինքը ստեղ է։ Դեռ չէ։ Դե թող մնան, եթե պետք լինի, ես կխնդրեմ։ Լավ, անց եք գնան կինում տեղավորվեք։ Ճիշտ է ասում, ինչքան քիչ աշկ երևակ, այդքան լավ։ Գնացեք։ Գնացեք դեր։ Գնացինք մենք է, գնացինք փոխվի, Սակոն եկել է արդեն։ Մազերը չորացավ։ Հիմա գիտես չէ ուր են գնալու։ Ուր բավ։ Սահադաշտ։ Բավ, հավես չունեմ։ Ինչի բավ ես։ Ասում ես շատ եմ սիրում Սահադաշտ գնալ։ Բավ, ուզում եմ տանը մնանք։ Ես ուզում եմ պարկեմ, ուսս ցավում է։ Ոնց ուսս ցավում է։ Ինչ է ուսս բավ ես։ Ընկել եմ։ Որտեղ ես ընկել բավ ես։ Սրճարանում։ Բա ինչի ինձ չէիր ասում, հա։ Դե ինչի պետք է ասեի, այն զզվերի քուրիկի պատճառով եմ ես ընկել, պապ ինքը շատ վատն է, շատ վատ է։ Մերի ջան։ Իրա պատճառով է, որ ես մամա չունեմ, իրա պատճառով է, որ իմ ուսը ցավում է, մենակ իրա պատճառով։ Զելի քեվ չունես։ Նորմալ ամեն ինչ տիկո։ Նորմալ չի։ Մենք ինչ ես ուզում դրանով ասես։ Դու զգացիր, որ մամվելը նեղացած էր քեզանից։ Չէ, չզգացի։ Շատ իզուր։ Մամվելը, որ քեզ իր ընկերությունը ջնջեց, բրծար։ Ընկերական քեզ մի հատ խորհուրդ։ Աշխատել ընկերությունը չկորցնես։ Շնորհակալ եմ խորհրդիդ համար։ Խնդրեմ։ Դե շուշուտ արա փոխվի։ Արագացրու։ Տեր Աստված։ Խնդրում եմ, այս բույնը ինձ հետ էր։ Մի ես չեմ ուզում աման իմանա այս մասին։ Ախպերս ջուր մուր կխմես։ Ոչ իման չեմ ուզում։ Այ պետք կգա։ Հալիտ։ Բարև։ Բարև։ Ասացի գամ տեսնեմ ինչ ես անում։ Շատ լավ արեցիր։ Սոված չես։ Դու եմ ճաշեփել։ Չէ, չեմ ուզում ուտել։ Հենա Մարիամի դասարանցիներն էլ էին եկել, սեղանը դրեցի դուրս եկա։ Չուզեցի խանգարեմ։ Լիդ, քեզ Արամը ոչինչ չի ասել։ Ինչի համար։ Լևոն ասեց քաղաքից դուրս են գնում։ Այս սրտին պետք էր որ քաղաքից դուրս։ Հա, չի ասել։ Չէ, ինձ Արամը ոչ մի բան չի ասել, ուղղակի ասեց ուշ են գալու, տեղ են գնում։ Դե դա չի ասել որ չանհանգստանաս։ Բայց ուր են գնում։ Դե Լևոն ասեց քաղաքից դուրս։ Ծաղկաձոր։ Ծաղկաձոր։ Հա, ասեց Ծաղկաձոր դահոք քշելու։ Մեզ տարօրինակ է, որ Արամը ինձ ոչ մի բան չի ասել, ոչ էլ փող ա վերցրել։ Շատ տարօրինակ է, բայց ախր Ինչ ախր։ Չգիտեմ, Լիդ, տարօրինակ է շատ։ Մի րոպե, ամբողջ դասարանով են գնացել, թե մի քանի հոգով։ Չգիտեմ։